ուժեղ Հայաստանը բռնելու մեր սամվելի կողքին։ Այսինքն հզոր մարդ, որ այսօր կարած է օտար երկրում կառուցել ամեն ինչ, լսեցիք քանի տեղով ունենք մեր հայկական հայու ձեռով սարքած բիզնեսը, որ մարդիկ աշխատում։ Ասում են ռուսաներ, ասում են նենց, ես Ուկրաինայից եմ եկել, Ադեսա քաղաքից։ Ես լինելու եմ Սամվել Կարապետյանի կողքին, իմ հայ ազգի կողքին, իմ եկեղեցու կողքին։ Սպասում էիք ընտրելու իրավունք անձամ, Այո, ունենք, երկհաղորդակցություն ենք, իմ երեխեք հետ եկել ենք։ Անհանգստություն չունեք, որ այս իրավական խոչընդոտներ կլինեն կապված։ Չէ, մենք վախկոտ չենք, եթե կարացել ենք դրսում կազմակերպել ու սարքել հայ օջախ, հայ տուն, հայ եկեղեցի, իմացեք Օդեսայի ինչ հասարակված ու ինչ կա։ Իմ հայրենի հողի վրա ծնված հենց մարդ եմ ես տեղ, խիպտի վախենամ, ինչից վախենամ։ Ուժեղ Հայաստան եմ դիմել։ Նախկիների մասին ինչ եք ասում, համագործակցություններից չեք։ Չեմ ուզում դրանց մասին խոսալ։ Բայց հնարավոր է հետագայում ազգային ժողովում լինեն կոալիցիաներ, որպեսզի ընդդիմությունը համալրվի, համախմբվի։ Ունեք այդպիսի մտավախություն, որ կոալիցիաները կարող են լինել ձեր։ Եթե այսօրվա դրությամբ որ ասենք, դուք ժողովրդին չեք նայում իրանց աչքերի մեջ։ Իրանց աչքերին նայեք ուրախություն տենում եք, չկա ուրախություն։ Դժգոհ են սա, դժգոհ են ինչից, ժողովուրդ ջան, ունեցանք կորուստ, ունեցանք հողի կորուստ, ունեցանք մեր երեխեքը 5000 երեխա են այսօր։ Դե ասում խաղաղություն են բերում, խաղաղ Հայաստան է։ Փաշինյանի այլընտրանքը պատերազմ։ Ցավը տանեմ, լսեք, երեխեք ջան, խաղաղությունը դենց չեն բերում։ Ուզում ես խաղաղություն, զինվի, ուզում ես խաղաղություն, եղի ուժեղ Հայաստան։ Ուժեղ մարդ պետք է լինի ղեկավարը, այդքան բան կասեմ։ Իսկ ինչքանով եք վստահ, որ Սամվել Կարապետյանի կառավարման ժամանակ ուժեղանա Հայաստանը։ Այն նրանում վստահ, որ տեսել եմ գործով։ Ինչ ասում անում է։ Այ դրանում վստահ։ Վստահ եմ այն բանը, որ իմ աչքի տեսածին ես հավատում եմ։ Ձեզ համար կարևոր է, որ հենց Սամվել Կարապետյանի ուժը Ձեզ համար կարևոր է, որ հենց Սամվել Կարապետյանի ուժը հաղթի ընտրություններում, թե որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չլինի իշխանության։ Նկատի ունեմ այլ ընդդիմադիրներին տեսնել իշխանության։ Չէ, ես կասեի, մեր հայ ազգին պետք է ուժեղ առաջնորդ, վախկոտ առաջնորդ չենք ուզում։ Մենք սկզբից ուրիշ բան ենք հասկացել, սաղդ էլ, դուք էլ, բայց ինչ եղավ, ասում եմ մի հատ էլ շանս տվեք, ինչ շանս։ Են ծնողի տունը գնացեք, անհայտ կորած երեխեքի մասին մի անգամ խոսում են, որտեղ է, մեր գերիների մասին խոսում են, հազարավոր երեխեք են այսօր անհայտ կորած, հենց Տաշիրից էլ անհայտ կորած երեխեք ունենք, հասկանում եք, ինչի մասին է խոսում։ Որտեղից եք։ Ես բնիկ Տաշիրից եմ։